Ես կարողացել եմ տզրուկներից օգտակար նյութերը բոլոր ինչ որ ինքը տզրուկը ինքը ունի իր մեջ այդ ֆերմենտները, այդ թթուները եւ այլն, բոլորը անվնաս անեմ եւ օգտագործեմ, ասենք ուրիշ նպատակով։ Ես գտնում եմ որ դա այս շաքարային դիաբետի համար ամենալավագույն տարբերակը կլինի, որովհետեւ մեթֆորմին, դիաբետոն, ինսուլին չօգտագործվի այլևս։ Հիմա ձեզ թվում է ես դրա համար բան են անելու, լավ ես ասում, շքանշան են տալու։ Ոչ, շաքարային դիաբետը բավականին տարածված հիվանդություն է եւ շատ մարդիկ տարապում են դրանից։ ինձ ասել են ձեր այդ ակտիվ բիոլոգիական նյութերի միջոցով կարելի է հաղթահարել շաքարային դիաբետը։ Այո, ես դրա պատասխանը ես խոսում եմ 100%-ի մասին։ Մենք ունենք բաներ, որոնք տվել ենք, էլ գետնախնձորի յուղով, էլ շատ բաներով։ Օգնել ենք մարդուն այդ մեթֆորմինից, ինսուլինից աշնանաբար մի քիչ հետ պահենք։ Բայց ես ուրիշ սխեմա եմ մշակել, որ եթե տզրուկը կարողանում է շաքարը բուժի, շաքարային դիաբետով հիվանդին բուժի, որ տզրուկի մեջ եղած բոլոր ֆերմենտները կարելի է օգտագործել։ Փորձենք, տեսնենք, որքանով է դա։ Դրա համար երևի երկար Չէ, երկար պետք չի։ ստուգումներ են պետք, կկանչենք մի 1-2 շաքարային դիաբետով հիվանդների, իրանց չափիչներով, կչափեն շաքարը, մեկ թեյիկ տալ կխմենք ու կնստենք, կսպասենք 1 ժամ։ Տեսնենք շաքարը իջավ թե չիջավ։ Եթե իջավ, ուրեմն էսա իր դեղը վերջ, всё։ Ինքը այլևս ինսուլին չի օգտագործի։ Թող մեր էնդոկրինոլոգներն լավ իմանան ու շատ լավ իմանան, որ մենք թողնենք այդ գենետիկ բանով անցնող գենետիկորեն եկող շաքարային դիաբետներին։ Շաքարային դիաբետով հիվանդները ենթաստամոքսային գեղձը նորմալ գործում է։ Կապ չունի այդ հիվանդությունը ենթաստամոքսային գեղձի հետ։ Մենք գործ ունենք ավելի լուրջ, հիպոֆիզ, հիպոթալամուս, հորմոնալ գեղձեր։ Այն սոմատոտրոպ հորմոնն է պակաս տվյալ հիվանդի մոտ, որը չի բավարարում շաքարի տոկոսը արյան մեջ կարգավորելու համար։ Ես գտել եմ, որ այդ սոմատոտրոպ հորմոնը բնական կա բանի մեջ, տզրուկի մեջ։ Հետաքրքիր մոտեցում է։ Դուք խոսեցիք յուղերի մասին, խոսեցիք գետնախնձորի յուղի մասին, այլ ինչ յուղեր կան ձեր մոտ, ձեր այդ մեթոդով ստացվող եւ արդյոք այդ յուղերը ունենք 15-20 տեսակի յուղեր, 15-ից 20 տեսակի համարը։ Կարող եք թվարկել։ Պետք է որ թվարկել, թե։ Ես չգիտեմ, եթե դրանք կարևոր են մեր հերոստատողներին։ Ուրեմն կա եւ գետնախնձորի յուղ, կա նաեւ ամարանտի յուղ, ամարանտի յուղ, անթարամսաղիկի յուղ, խնկի յուղ, մեխակի յուղ եւ այլ շատ 15 տեսակից 20 տեսակի ունեմ ես։ Եւ դրանց տարբեր պրոպորցիաներով տարբեր հիվանդների։ Այո։ Հիմա մենք ունենք այդ դրանցից մենք պատրաստեցինք այդ բոլոր այդ կոմպլեքսից պատրաստեցինք մի հատ քսուկ մաս, որը տալիս ենք մեր հիվանդներին ահավոր ցավերի դեպքում, երբ որ քիմիոթերապիայի շարակայցումից հետո մենք ունենում ենք ոսկրային մետաստազ, որովհետեւ ցավազրկողներ չօգտագործենք, հզոր ցավազրկողներ չօգտագործենք, քսվում է ոսկրային համակարգին։ Կարող է օրը 5 անգամ քսենք, օրը 6 անգամ, մինչև կարողանանք այդ ոսկրային հյուսվածքները նորմալացնենք։ Ցավազրկողից ոչ միայն ցավազրկման մասին է խոսքը, այլև բուժման։ Այո։